Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, մենք շարունակում ենք հարտակարգ թողարկումներով աշխատել ուղիղ եթերի ռեժիմում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է կայացել, քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները։ Նիստից հետո վարչապետը հայտարարել է, թե Ադրբեջանը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ Վարչապետը նշել է, թե Հայաստանին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը անընդունել կառավարելու են գործընթացը, որքան էլ բազմաթիվ խնդիրներ են ծագում, չպետք է թույլ տալ, որ որոշ ուժեր արտաքին եւ ներքին Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ։ Այժմ զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Ողջույն, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Նախ կսկսենք վարչապետի իրավիճակով պայմանավորված հայտարարությունից, այնուհետև արդեն ավելի դրվագային կանդրադառնանք։ Դուք եք կարծում, որ Հայաստանի Հանրապետությանը հեռահար նպատակն է Արցախի դեմ այս հարձակման ներքաշելու պատերազմի մեջ, դրան աջակցում են արտաքին ու ներքին ուժեր, եւ իհարկե կուզենամ խոսենք Հայաստանի ռազմավարական դաշնակցի եւ նրա պաշտոնյաների կողմից տարատեսակ հայտարարություններին, որոնք կմեջ բերեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտ ասած, ինձ համար զարմանալի էր այդ հարձակումը, որը Ադրբեջանը իրականացրեց հենց հիմա Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո։ Ես միանշանակ դիտում եմ այն տեսակետը, որ կան արտաքին ուժեր, որոնք ցանկանում են Հայաստանում ներքին ցուցումներ հրահրել։ Ուղղակի կարծում ավելի հասարակական պետք է ասել, թե որոնք են այդ ուժերը։ Ես քիչ առաջ լսում էի Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Մարիա Զախարովայի, ով անթակույց արդեն ասում է, որ Հայաստանը արևմուտքի հետ ինչ-որ կներեք իհարկե խաղեր է տալիս իր լեզվով ասած, որի հետևանքով անկայունություն է ստեղծում եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Օրը ցերեկով հարձակում են Արցախի ժողովրդի վրա, քաղաքացիական բնակչությանը ասում են թողեք երացեք, մենք ձեզ համար լավ ճանապարհ ենք ստեղծում։ Դրա համար իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն, ում խաղապահ զորքերը այնտեղ կանգնած են եւ ինչու չեն զուգում, չնայած այնտեղ ռազմական գործողություն են, հետաքրքիր է թե այդ ոնց է տեղակայված, ինչպես է տեղակայված, ասում է, որ դուք եք մեղավոր, որ ձեր վրա հարձակվել է։ Այսինքն կարծում եմ այստեղ արտաքին ուժեր բառը հենց կոնկրետ վերաբերում է մեկ արտաքին ուժի։ Պարզ է, որ Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին, դա գաղտնիք չի։ Բայց այ Ռուսաստանի պահվածքը արդեն անթակույց հիշեցնում է դաշնակցություն Ռուսաստանի, Թուրքիա եւ Ադրբեջանի միջեւ։ Ես ցանկանայի մի բան նշել, որ արևմտյան մամուլում, օրինակ ուկրաինական եթերներում արդեն քանի օր է լուրեր են շրջանառվում, որ վերջին Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հարց զաշտ է տվել Էրդողանին հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ գործողություններ իրականացնելու հետ կապված։ Այդ բոլոր քայլերը ցույց են տալիս, որ այդ լուրերը ճիշտ են։ Կարծում եմ, որ երկրի ղեկավարի խոսքը ավելի հստակ պիտի լինի եւ ավելի հասարակական այդ դեպքում։ Ես ում նաեւ մեջ բերել Դմիտրի Մեդվեդևին, ով այս վերջերս այսքան վերջերս ասելով ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր գրեթե ամեն օր հանդես է գալիս աշխարհացունց հայտարարություններով, անդրադարձել է Արցախի դեմ հարձակմանը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, իր անփառունակ պարտության մեջ սկսեց մեղադրել Ռուսաստանին, հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը, հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ եւ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ։ Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ Ճիշտ ասած, ես չէի պատկերացրի, որ Ռուսաստանի նախկին նախագահը այդքան ցածր կընկնի, ինչի, որովհետև նա արդեն հումորային սյուժեների հերոս է դարձել բոլոր կանալներում, ապոկալիպսիսի մասին է խոսում, ինչ-որ այսպիսի բաների։ Դե գիտեք, դա խոսում է Ռուսաստանի ղեկավարության մակարդակի մասին, որ այսինքն նրանք իրենց դաշնակցի վրա այդպես ծիծաղում են եւ այլն եւ այլն։ Հասկանում եմ, հասցեն Նիկոլ Փաշինյանին է ուղղված, բայց ուզում է Ղարաբաղի ժողովուրդը։ Այսինքն պարոն Մեդվեդևը ուզում է ասել, որ նույնիսկ եթե իբրև թե Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վատ են, ինչը այսպես չէ, որովհետեւ մի քանի օր առաջ Պուտինը ինքը ասաց, որ իրենք շատ լավ հարաբերությունների մեջ են, եւ հավատում եմ Վլադիմիր Պուտինին, չեմ գիտում նրա խոսքը դներ կասկածի տակ։ Ուրեմն կամ Վլադիմիր Պուտինը եւ Մեդվեդևը չեն հաղորդակցում, կամ էլ ինքը Պուտինն է խափում։ Ես ուզում եմ հասկանալ, պատերազմից հետո Վլադիմիր Պուտինը ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չի, բոլորը հիշում են։ Առաջին ընտրություններից հետո Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ նա պետք է շատ լուրջ քայլեր կատարի, ցավոտ քայլեր կատարի,
Կարծես թե իրենց հարաբերությունները շատ լավ են։ Հիմա ինչու են նրանք Փաշինյանին եւ ինչու են մեղադրում, ես չեմ հասկանում, ճիշտն ասած, եւ ամենակարևորը, այսինքն Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, Հայաստանի վրա հարձակվում են, իրենք հրահրում են եւ վերջում ասում են, տեսեք, դուք ՆԱՏՕ-ի հետ լավ եք, դրա համար ենք մենք այսպես անում։ Գիտեք, Ռուսաստանի այս պահվածքը նորություն չի աշխարհի բոլոր կետերում, Վրաստանի դեպքում էլ, Ուկրաինայի դեպքում էլ, իրենք ասում են, ահա դուք ՆԱՏՕ-ի հետ կապվում եք եւ մենք լավ ենք անում, այսպես ենք անում։ Կարծում եմ զարմանալի ոչինչ չկա։ Ես ուղղակի սպասում եմ արևմտյան երկրների արձագանքին, դրա մասին կխոսենք, ովքեր հայտարարում էին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա ցույց են տա հարձակում նաև Հայաստանը։ Ես արձագանքներ ճիշտացած դասում եմ, հասարակական չեն, ակնապով հետևում են եւ այլն, կարծում եմ ժամանակն է եկել արդեն հասարակական ասել եւ մանավանդ եթե Ռուսաստանը Հայաստանին մեղադրում է ՆԱՏՕ-ի հետ շփմանում է եւ ասել որ մենք դրա համար ենք դες դրա հարձակվել, կարծում արևմուտքը այստեղ իր քայլերը պետք է կատարի։ Ֆրանսիան է արտգործնախարարությունն է Ֆրանսիայի հայտարարությամբ հանդես եկել, դատապարտել Ադրբեջանից պահանջել անհապաղ դադարեցնել գործողությունները եւ պահանջում է անմիջապես հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Իսկ սա ինչ կարող է տալ մեզ։ Գիտեք, մենք տեսել ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում այնտեղի մշտական անդամներից մեկը Ռուսաստանը միշտ հակահայկական քայլեր է ձեռնարկում, այն դեպքում, երբ բոլոր անդամներն ասում էին բացի Չինաստանից եւ Ռուսաստանից, որ Լաչինի միջանց կփակե, Ռուսաստանն ասում էր, որ բաց է, այնտեղ ամեն ինչ լավ է եւ կարելի է գործարկել Աղդամի ճանապարհը։ Այսինքն միտը կարող են նախաձեռնել, բայց Ռուսաստանը այնտեղ մի բան է ասում, օրինակ այսօր Մարիա Զախարովան օգտագործել է հակաահաբեկչական գործողություն բառը, որը օգտագործում է Ադրբեջանը։ Այսինքն իրենք շուտ հանգիստ արդեն կարող են ասել, որ այնտեղ հակաահաբեկչական գործողություն է, Հայաստանի պայմանավորվածությունները չի կատարում, դրա համար էլ այսպես է, դրանով հրահրելով նաև այստեղի ներքին, այսպես ասած, ուժերին իշխանափոխության։ Այսինքն կարծում եմ դա ոչինչ մեզ չի կարող տալ։ Առանձին երկրները ԱՄՆ-ը, Ֆրանսիան, այս դեպքում քանի որ Մետքի խմբի համանախագահները պետք է ճշտում գործադրեն Ադրբեջանի վրա, կարծում իրենց համար է գաղտնիքի, թե այստեղ ով ում է հրահրում։ Ինքը Բլինկենն է ասել, որ Ռուսաստանը մշտապես հարավային Կովկասում զբաղված է երկրներին հրահրելով իրար դեմ։ Լավ, այդ դեպքում մեծ անկալիքներ պետք չէ ունենալ անվտանգության խորհրդից հնարավոր նիստից։ Անվտանգության խորհրդից, եթե բանաձևի տեսքով պետք է լինի, դուք գիտեք, որ այնտեղ վետո իրավունք կա, կարծում եմ, եթե ընդունվի բանաձև կարող է ինչ-որ մի գեղեցիկ մաղթանք լինի, որ այսինքն ցավոտ իրադարձություն է, որովհետև Ռուսաստանը թույլ չի տա, որ Ադրբեջանի դեմ այնտեղ բանաձև ընդունվի, որովհետև այդ հարձակումը նախորդ պլանավորված է եղել իրենց բոլորի երեքի կողմից, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, որովհետև այնտեղ կանգնած է ռուս խաղաղապահները, որևէ քայլ չեն ձեռնարկում, ուսում է հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում, Մարիա Զախարովանը փաստացի ասում է դուք եք հրահրել, էլ ինչ սպասել։ Մայրաքաղաքի սրտում հեղաշրջման կոչեր են հնչում եւ ինչպես տեսնում ենք մեծամասամբ այդ կոչերին մասնակցել եւ այդ կոչերը անողները Հայաստանի Հանրապետության խորհրդանի ընդդիմադիր ֆրակցիայի ներկայացուցիչներն են, ինչպես նաեւ նրանց սպասարկող, այսպես ասած, մեդիա դեմքերը, հա։ Արդյոք հեղափոխությունը կօգնի իրավիճակը դեէսկալացնել եւ ինչպես նրանք էին ասում, վերադարձնել Շուշին, Հադրութը։ Գիտեք, ես մի բան չեմ հասկանում, կլիշեներ չեմ դնում նախկին ներկա ընդդիմադիր, ես չեմ տեսնում որևէ հայեցակարգ, այսինքն լավ, փոխում ենք Նիկոլ Փաշինյանին, գալիս է X անձնավորությունը, ու մենք չգիտենք ով է նրանց տեխնազը, մինչև այսօր նրանք չեն ասում, թե ով է լինելու վարչապետը կամ ժամանակավոր պաշտոնակատար։ Գուցե նրանց տեխնացուն Վլադիմիր Պուտինն է։ Չէ, Հայաստանի ղեկավարության վարչապետ որպես ում են տեսնում, եթե այստեղ իշխանափոխություն է տեղի ունենում, ով է դառնում ՀՀ վարչապետ, նախ առաջինը դա։ Երկրորդը, ինչ քայլեր է ձեռնարկելու, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը չի լինելու եւ Վլադիմիր Պուտինը շատ է սիրելու Հայաստանը, խնդրեմ, բայց ո՞ւմ ենք միամիտ, մենք հասկանում ենք, որ Վլադիմիր Պուտինը ունի աշխարհական խնդիրներ, Էրդողանի հետ ունի պայմանավորվածություններ, հակառակը, եթե հիշում եք, նա մեղադրեց նաև նախկին իշխանություններին, որ 2 տասնամյակ է լավ առաջարկներ են ներկայացել, Հայաստանը չի ընդունել, Ղարաբաղի անկախություններ չի ճանաչել, այսինքն այդ ուժերին են մեղադրում Վլադիմիր Պուտինը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ինչ է փոխելու իշխանափոխությունը։ Ես ինքս իշխանությանը չեմ պաշտպանում, հակառակը Երևանի զրույցները ցույց տվեց, որ իշխանությունը իր քայլերով սպառել է, կորցրել է նաև Հայաստանի հանրության վստահությունը։ Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ ուժեր ռևանշից ելնելով պետք է ասեն, ահա մենք եկանք եւ վերջը, ինչ են լուծելու, ինչ հարց են լուծելու, որն է իրենց ճանապարհային քարտեզը, թող ներկայացնեն, մեր ժողովուրդը կորոշի։
Հայաստանի Հանրապետության քայլերը այս պահին որոնք պետք է լինեն։ Ես ուզեմ մի հարցի անդրադառնալ կարճ, ես տեսնում եմ, որ սա նախերգանք է, ինչքան էլ ցավալի է, Սյունիքի հետ կապված, հիշում եք այդ միջանց, որ այդպես օգտագործում են, դուք գիտեք, որ Ռուսաստանը այդպես սահարու երկիր է, ՊՍԴ-ին ցանկանում է այդ ճանապարհը վերահսկողություն տալ, եւ կարծում եմ իրենք հետեւում են արևմուտքի արձագանքին։ Եթե Լեռնային Ղարաբաղի դեպքում լռություն լինի, ես կարծում դա քարտեզանց կլինի, որպեսզի Հայաստանի սահմաններին արդեն այստեղ էլ է գրավում, քանի որ դուք տեսնում եք անհանգիստ է, էսկալացիա կլինի նաեւ այստեղ, որպեսզի ժողովուրդը ավելի այսպես բողոքի ձայն բարձրացնի իշխանությունների դեմ, եւ երկու այսպես ասած նապաստակ կխփեն, մեկը կփոխեն իշխանությանը, ռուսամետ իշխանություն կբերեն, չնայած այդ իշխանությունը չեմ համարում հակառուսական, գուցե որոշ քայլեր փորձում են անել, բայց չեմ ասում իրենք հակառուսական են, եւ երկրորդը կստանան այն ճանապարհը, որը ցանկանում են։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների խնդիրը պետք է լինի հասարակական արտահայտությունները, այո, ճիշտ են ասում, որ Ռուսաստանը պետք է կատարի նոյեմբերի 9-ի պարտավորությունները, պետք է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների արևմուտքի հետ, ես միշտ ասում եմ, որ տեղյակ չենք բանակցություններից, այսինքն ես չգիտեմ, այդ զորավարությունները, որ եղան Միացյալ Նահանգների հետ, ինչ երաշխիքներ է սրված, որ այսպիսի բան չի լինի։ Կամ երբ որ պետքարտուղարի տեղակալ ասում է, որ թույլ չենք տա հարձակում, դա ուղղակի բառեր եղեցքով, թե կային ինչ-որ քայլեր։ Հայաստանը պետք է ակտիվացնի իր շփումը արևմուտքի հետ, պարզասի ինչ է կատարվում եւ մեր ժողովուրդը այնքան իմաստուն է կարծում եմ, որ չի տրվի հրահրումների, վարչապետը ինքն էլ ասեց եւ այս պահին հայ ժողովրդի շահը առաջին է կլինի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ոչ թե ինչ-որ իշխանական պաշտոնների պայքար։ Մենք տեսանք, որ Ղարաբաղում փոխվեց իշխանություն, կարծես թե ամեն ինչ պետք է երջանիկ եւ ուրախ լիներ, բայց սկսվեց պատերազմ, այսինքն պաշտոն փոխելով որևէ բան չի փոխվում, պետք է ունենալ հստակ հայեցակարգ։ Բայց այնուամենայնիվ հաշվի առնելով այս վերջին ընթացքում թե Միացյալ Նահանգների հետ աշխատանքը, նկատի ունեմ արևմտյան բլոկի հետ աշխատանքը եւ այլն, հայտարարությունները հասցեական Միացյալ Նահանգներից ըստ վերջերս Յուրի Քիմի նաեւ կողմից եւ շեշտակի, որը նաեւ մեջբերել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, կարելի է ակնկալել գործուն այսպես ասենք ազդեցություն է ստեղծված իրավիճակի վրա։ Այսինքն այնպիսի ազդեցություն, որը ոչ միայն կդեէսկալացնի իրավիճակը, եւ կսառեցնի, այլ կկանխի ապագայում եւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նման պատերազմական գործողություններ։ Ես կարծում եմ ակնկալել կարելի է, որովհետև արևմուտքը հասկանում է, որ Ռուսաստանը ցանկանում է ավելի ուժեղացնել հարավային Կովկասովի դիրքերը Հայաստանի հաշվին, որովհետև Հայաստանը փորձում է բալանսավորել քաղաքականությունը եւ այստեղ արևմուտքը նաեւ Իսրայելից ելնելով պետք է կանխի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Մյուս կողմից մենք տեսնենք, որ Ադրբեջանը միայն հասկանում է ուժի լեզուն, այսինքն Տոյվո Կլարի եւ Սար Միշելի այդ բանակցությունները նրանց ոչ մի չեն տալիս։ Նրանք բանակցում են, գնում են Մոսկվա, այնտեղ իրար հետ լավ հասկանում են միմյանց ուժի լեզվով եւ գալիս են այստեղ իրականացնում հարձակում։ Մյուս կողմից այստեղ հնչում են թե ամերիկյան հերույ է, մինչեւ զորքերը հասնեն, այս դարում զորքեր պետք է որ հասնեն Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան։ ԱՄՆ կողմից մի զանգը եւ Ալիևին հասարակական սպառնալիքները, որ նրան սպասում է Հաագայի քրեական դատարանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու հարցով, նրան լիովին բավական է, այսինքն եթե արևմուտքը ցանկանա, դա կանի։ Իսկ թե ինչքանով է դա ձեռնտու արևմուտքին եւ Հայաստանի իշխանությունները ինչ են առաջարկել արևմուտքին, դա արդեն ներքին բանակցություններ են, որոնցից մենք չենք կարող տեղյակ լինել։ Բայց միանշանակ ցանկության դեպքում արևմուտքը կարող է կանգնեցնել այս պատերազմը։ Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Ես նշեմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ, քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ծանծազերծած լայնածավալ ռազմական գործողությունները։ Նիստից հետո վարչապետը հայտարարել է, թե Ադրբեջանը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ որևէ մեկին չի տվել։ Վարչապետը նշել է, թե Հայաստանին ռազմական էսկալացիա
օլիգարխիայի մեջ ներքաշելու փորձերը անընդունելի են, կառավարելու են գործընթացը, որքան էլ բազմաթիվ խնդիրներ են ծագում, չպետք է թույլ տալ, որ որոշ ուժեր արտաքին, նաև ներքին Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ, հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Ֆրանսիայի արտգործնախարարությունն է հայտարարությամբ հանդես եկել, դատապարտել ադրբեջանական գործողությունները, պահանջել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահանջում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել եւ ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հայտարարել է, որ այսօր ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում խոսելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Առաջին լրատվականը ուշի ուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը, ուղիղ եթերի ռեժիմում արտակարգ թողարկումներում մենք ձեզ պատմում ենք, թե ինչ է կատարվում Արցախի եւ Հայաստանի շուրջ։